Առակաց գիրք, գլուխ առաջին։ Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը և ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն և երիտասարդներին միտք ու հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունն ավելի իմաստուն լինի, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա, թափանցի առակների և խորին ասույթների մեջ, իմաստունների ճառերի և նրանց այլաբանությունների մեջ։ Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, որ բարի հանճար է բոլոր նրանց համար, ովքեր առաջնորդվում են նրանով, իսկ գոնության սկիզբը բարի աստվածպաշտությունն է, բայց ամբարիշտներն արհամարհում են իմաստությունն ու խրատը։ Լսիր, որդյակ, հորդ խրատը և մի մերժիր մորդ պատվիրանը, որպեսզի շնորհի պսակ կրես քո գլխին և ոսկի մանյակ քո պարանոցին։ Որդյակ, թող քեզ չխաբեն ամբարիշտ մարդիկ և հավանություն չտաս, եթե քեզ կանչեն ու ասեն. արի մեզ հետ մասնակից եղիր արյունահեղության, անմեղ տեղը սպանենք և հողի տակ ծածկենք արդար մարդուն, գերեզմանի պես նրան ողջ կուլ տանք և նրա հիշատակը վերացնենք երկրից, հափշտակենք նրա տեսակ ունեցվածքը և մեր տները լցնենք ավարով։ Եկ մեզ բաժնեկից դարձիր, բոլորս մի ընդհանուր քսակ կունենանք և միևնույն տեղը կլինի մեր գանձարանը։ Որդյակ, ճանապարհ մի գնա նրանց հետ, ոտքդ շեղիր նրանց շավիղներից, քանզի նրանց ոտքերը դեպի չարիք են ընթանում, և նրանք շտապում են արյուն հեղելու։ Արդարև, իզուր թակարդ չեն լարում թռչունների համար, նրանք, որ սպանության մասնակից են դառնում, չարիք են գանձում իրենց անձի համար։ Չար է լինելու անիրավ մարդկանց կործանումը, դա է ճանապարհը բոլոր նրանց, որ անիրավություն են գործում, որովհետև ամբարտավանությամբ նրանք սպանում են իրենց հոգին։ Իմաստությունը գովաբանվում է ճանապարհների վրա, բարձր ձայնով հռչակվում հրապարակներում, քարոզվում պարիսպների գլխից, ազդարարվում հզորների դռների առջև և համարձակ խոսվում քաղաքների դարպասների մոտ։ Այնքան ժամանակ, քանի դեռ անմեղները հետամուտ կլինեն արդարության, չեն ամաչելու, բայց ամբարիշտները, որ թշնամություն են ցանկանում և ամբրշտանալով ատում են իմաստությունը, պիտի դատապարտվեն հանդիմանության։ Ահավասիկ ես ձեր առջև կբացեմ իմ հոգու պատգամը և իմ խոսքերը կսովորեցնեմ ձեզ, որովհետև ես կանչում էի, բայց դուք չէիք լսում, երկար թախանձում էի, բայց դուք չէիք ունկնդրում ինձ, այլև զանց էիք առնում իմ խորհուրդները և չէիք ուզում անսալ իմ հանդիմանություններին։ Ես այսուհետև պիտի ծիծաղեմ ձեր կորստյան վրա և խնդամ, երբ ձեր նեղությունն ու տագնապը պաշարեն ձեզ։ Եվ երբ հանկարծակի խռովություն հասնի ձեզ վրա և ինչպես մրրիկ կործանում գա, կամ երբ ձեր վախճանը հասնի, գուցե դուք կանչեք ինձ, բայց ես ձեզ չեմ լսելու, չարերը պիտի փնտրեն ինձ, բայց չեն գտնելու, քանզի ատեցին իմաստությունը և Տիրոջ երկյուղը չընտրեցին, չկամեցան անսալ իմ խորհուրդներին, արհամարհեցին իմ հանդիմանությունները։ Այսուհետև նրանք կուտեն իրենց ճանապարհների պտուղները և կհագենան իրենց ամբարշտությամբ, քանի որ զրկում էին երեխաներին, պիտի կոտորվեն, և կշտամբանքը պիտի սպանի ամբարիշտներին, իսկ նա, ով ինձ լսի, կապրի ապահով և երկյուղ չի ունենա ոչ մի չարիքից։